Հոգեսոմատիկա, ասեք ձեր որտեղն է ցավում, իսկ ես կասեմ, թե ձեր կյանքում որտեղ են խնդիրները։ Գիտեք, թե ինչ տեղի կունենա, երբ խաչակնքենք բժշկությունն ու հոգեբանությունը։ Զարմանալի բան կստացվի։ Հոգեսոմատիկա, սա բժշկության ուղղություն է, որը ուսումնասիրում է մեր հույզերի, վախերի և հոգեբանական բլոկերի ազդեցությունը առողջության վրա։ Գիտականորեն ապացուցված է, որ մեր ներքին ապրումները և զգացմունքները հանգեցնում են ֆիզիկական հիվանդությունների։ Մի անգամ Կարինա Բաղդասարովան, վարժեցնողների հայտնի կրկեսային դինաստիայի ներկայացուցիչը, խոստովանել է, որ ամբողջ կյանքում ցանկանում էր պարուհի լինել, իսկ հայրը ստիպեց նրան աշխատել Արենայում։ Չափահաս տարիքում, երբ նա սկսեց հասկանալ իրերի իսկական դասավորությունը, նա հասկացավ, թե ինչու է ամբողջ կյանքում տառապում մեջքի ցավից։ Ըստ էության, նա անում էր այն, ինչ չէր ուզում անել։ Եվ այսպես, ինչ կարող են պատմել ձեր ցավոտ կետերը։ Գլուխ։ Եթե հաճախ կամ անընդհատ ցավում է գլուխը, ապա ցավում են ձեր մտքերը, տեղեկատվության առատությունը կամ ինչ-ինչ առիթներով մտորումները։ Գլխացավերը հաճախ հանդիպում են բարձր ինտելեկտուալ մարդկանց մոտ, ովքեր ճնշում են սեփական հույզերը։ Այս խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի և վախի, ինչ-որ բանի համար ներքին կշտամբանքների և այն մասին, որ մարդն ամեն ինչ ներս է գցում իր մեջ։ Մազեր։ Մազերի խնդիրները վաղ ճերմակում, մազաթափություն, սթրեսի, անօգնականության և հուսահատության ցուցիչ են։ Մազերը, հատկապես կանանց մոտ, կենսունակության խորհրդանիշ են։ Խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդն ապրում է մշտական լարվածության և վախի մեջ, և այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, լինել այնպիսին, ինչպիսին կաք, հավատալ ինքները ձեզ և վերևի օգնությանը։ Երբեմն մազերի հիվանդությունները կարող են առաջանալ որպես պատասխան մեծ էգոյի, հպարտության և Աստծո դեմ անգիտակից վրդովմունքի։ Պարանոց։ Վիզը միացնում է միտքը զգայարաններին։ Պարանոցի հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ առաջին և երկրորդը շում է գիտակցությունը։ Գլաուկոման աչքի փուշ է։ Մարդը ներկայում տառապում է անցյալի պատճառով, չի ցանկանում ներել և ընդունել անցյալը։ Ատամներ։ Ատամները ցավում են այն մարդկանց մոտ, ովքեր անվճռական են և որոշումներ չեն կայացնում։ Ամեն ինչ որոշված է ձեզ համար, բայց դուք ինքներդ վախենում եք, չգիտեք ինչպես վերլուծել կյանքի իրավիճակները։ Ծամող ատամների հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ դուք չեք կարող յուրացնել հանգամանքները, մինչդեռ վերին կողային ատամները պատասխանատու են որոշումներ կայացնելու համար, իսկ ստորին ատամները պատասխանատու են ձեր որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու համար։ Ձախից անձնական, աջից սոցիալական։ Կարծիք կա նաև, որ մարմնի ձախ մասի հետ կապված խնդիրները ֆիքսում են մոր հետ շփվելու խնդիրները, իսկ աջ կողմինը հոր հետ։ Բերան։ Բերանի խոռոչի հիվանդությունները, ինչպիսիք են ստոմատիտը, կապված են հոգին քայքայող վրդովմունքի հետ։ Լեզուն կծելը պատիժ է շատախոսության համար, այտերը անհանգստության, գաղտնիքները թաքցնելու համար։ Բերանը կապված է նոր գաղափարների ընդունման հետ, դրանում առկա է ցանկացած խնդիր, որում խոսվում է այս ոլորտում անկարգության մասին։ Շրթունքներ։ Շուրթերը մեր զգայական էության արտացոլումն են, կախված ներքին խնդիրներից, դրանցում կարող են արտացոլվել հետևյալ հիվանդությունները։ Ճաքեր։ Մարդը երկուկես է լինում հակասական զգացմունքներից։ Շրթունքները կծելը ինքնապատիժը զգայական լինելու համար։ Հերպեսը նույնն է, ինչ շրթունքները կծելը, բայց ավելի լուրջ ձևով։ Մեջք։ Մեջքը խորհրդանշում է կյանքի հենարանը։ Մեջքի խնդիրները խոսում են բարոյական աջակցության բացակայության մասին։ Մարդը հավատում է, որ իրեն չեն սիրում կամ ստիպված է լինում թաքցնել սեփական սերը։ Եթե մարդը կորցնում է շարժունակությունը, նշանակում է, որ նա չի կարողանում իր գործնեությամբ սեր դրսևորել ուրիշների նկատմամբ։ Եթե ձախ կողմում, ապա հարազատների, եթե աջում, ապա աշխարհի։ Գոտկատեղ։ Գոտկատեղը դա կոնֆլիկտ է, մեղքի զգացում։ Ուշադրություն է հրավիրվում այն ամենի վրա, ինչն անցյալում է։ Մեջքի ստորին հատվածը կապված է նյութական հարստության, փողի, զուգընկերոջ, տան, երեխաների, աշխատանքի, դիպլոմների եւ այլնի հետ։ Այս հատվածի ցավը հուշում է, որ մարդ ցանկանում է ինչ-որ բան ունենալ, որպեսզի իրեն ավելի վստահ զգա, բայց չի համարձակվում դա խոստովանել իրեն կամ ուրիշներին։ Արդյունքում նա ստիպված է լինում ամեն ինչ ինքն անել, ամեն ինչ դնել իր մեջքին։ Հոդեր։ Բուրիստը ճնշված զայրույթի թեմա է։ Մարդը ձգտում է կատարելության ամեն ինչում, նույնիսկ մանրուքներում։ Նա իրեն թույլ չի տալիս զայրույթ դրսևորել եւ այդ զայրույթը կուտակվում է հոդերի մեջ։ Արթրիտը այն միտքն է, որ քեզ չեն սիրում։ Արթրիտով տառապողները հակված են շատ ճիշտ մարդիկ լինել։ Նրանց համար միշտ գերիշխում է պետք է բառը ամեն ինչ անում են իրենց միջոցով, բարի բուն իմաստով, ծունկը կոտրելով։ Ներքին քննադատը շատ ուժեղ է։ Վերջույթների հաճախակի տեղաշարժերը ցույց են տալիս, որ մարդն իրեն թույլ է տալիս չափից շատ մանիպուլյացիա անել։ Ծնկների հետ կապված խնդիրները համառություն, հպարտություն, ճնշված վախ և չզիջելու ցանկություն են խորհրդանշում։ Ավելորդ քաշ։
Եթե մարդն ավելորդ քաշ ունի, ուրեմն պետք է վերանայի իր ներաշխարհը։ Հաճախ մարմինը չափազանց շատ է բան պահում արտաքին ազդեցություններից պաշտպանվելու համար։ Մարդը չափազանց անպաշտպան է հասարակության առհասարակյանքի առաջ։ Երբեմն նա խոսում է իր ուզածին հասնելու ճնշված ցանկության մասին։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մանկության կամ պատանեկության շրջանում հաճախ են ենթարկվում բազմաթիվ նվաստացումների, ծաղրի և վիրավորանքի իրենց հասցեին։ Սրունքներ։ Ոտքերի հետ կապված խնդիրները խոսում են կյանքի սկզբունքների, հակասությունների մասին։ Հավանաբար դուք ունեցել եք իդեալների փլուզում կամ գուցե ցանկանում եք ինչ-որ բան, որը հակասում է ձեր բարոյական սկզբունքներին։ Սրունքների ցավը դժվարեցնում է առաջ շարժվելը, լինի դա քայլերով, թե վազելով, ուստի այն կապված է ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքի և կյանքում առաջ գնալու ունակության հետ։ Ստամոքս։ Բժիշկները հաստատում են, որ գաստրիտը հաճախ առաջանում է ապրումների և նյարդային լարվածության հիման վրա։ Ստամոքսի հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ դուք անորոշության մեջ եք, կյանքում բավարար վստահություն չկա, իսկ որոշ տեղերում նույնիսկ հուսահատության և կործանման զգացում։ Ստամոքսի խոցը խոսում է թերարժեքության, վախի և անապահովության զգացման մասին։ Այն հայտնվում է նաև գրգռվածության պատճառով, որը ոչ մի կերպ դուրս չի գալիս։ Եթե այս մարդիկ բարձրաձայնեին, խոց չէր լինի։ Դե ինչ սիրելի հետևորդներ, կարծում եմ, որ իսկապես շատ հետաքրքիր և տպավորիչ տեսանյութ ստացվեց։ Եթե հավանեցիք այսօրվա իմ տեսանյութը, ապա կարող եք կիսվել և հավանել տեսանյութով, որպեսզի ձեր ընկերներն էլ իմանան այս հետաքրքիր գաղտնիքների մասին։ Իսկ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում ինձ դիտելու համար։ Եթե մինչև այժմ դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա առաջարկում եմ հենց այս պահին բաժանորդագրվել և դառնալ իմ մեծ ընտանիքի մի մասնիկը։ Ես ձեզ մաղթում եմ առողջություն։ Մինչ նոր հանդիպում։